Խարդախ կշերքը պիղծ է Տիրոջ առջև, բայց արդար կշերքը հաճելի է նրան, ուր թշնամանք է մտնում, այնտեղ կա նաև անարգանք։ Խոնարհների բերանն իմաստություն է խորհում, օղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելությունը, բայց անօրեններին կործանելու է իրենց գայթակղությունը։ Հարստությունը չի օգնի բարկության օրը, բայց արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնում է և մեծ ափսոսանք թողնում, ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ։ Ամբից մարդու արդարությունը ուղղում է նրա ճանապարհները, բայց ամբարիշտ մարդուն կորստի է մատնում անիրավությունը։ Ուղղամիտ մարդկանց արդարությունը փրկում է իրենց, բայց անօրենները պիտի կորչեն անմտությունից։ Երբ արդար մարդը վախճանվի, նրա հույսը չի կորչում, բայց ամբարիշտների սնափառությունը պիտի կորչի։ Արդարը պիտի խույս տա որսացողներից, իսկ նրա փոխարեն ամբարիշտը պիտի մատնվի կորստի։ Անօրենների բերանը որոգայթ է ընկերների համար, իսկ արդարների իմաստությունը երաշխիք է հաջողության։ Արդարների բարությամբ բարեկարգվում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստությամբ ուրախության հանդես է լինում։ Օղամիտների օրհնությամբ բարձրանում է քաղաքը, բայց կկործանվի ամբարիշտների բերանով։ Պակասամիտ մարդն արհամարում է ընկերներին, իմաստուն մարդը լռություն է սիրում։ Նենգամիտ մարդը գաղտնիքը հայտնում է ատյանում, բայց հոգով հավատարիմը ծածկում է գործը։ Նրանք, որ առաջնորդ չունեն, պիտի ցած թափվեն տերևների պես, բայց երբ շատ են խորհրդականները, փրկություն կգտնվի։ Անզգամը չարիք է նյութում, երբ գործ է ունենում արդարի հետ, և ատում է զգուշության ձայնը։ Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը, մինչդեռ անարգանքի աթոռ է իրավունք նատող կինը։ Ծույլերը կարոտ պիտի մնան մեծության, բայց ժրաջանները կհասնեն մեծության։ Ողորմած մարդը բարություն է անում իր հոգուն, բայց անողորմ մարդը խորտակում է իր մարմինը։ Ամբարիշտն անիրավ գործեր է կատարում, բայց արդարների զավակը ճշմարտության վարձկան է։ Արդար որդին ծնվում է կյանքի համար, ամբարիշտը հալածանքի ու մահվան։ Թյուր ճանապարհները պիղծ են Աստծու համար, ուղիղ ճանապարհով գնացողները հաճելի են նրան։ Ով որ զուր տեղը վնաս է հասցնում մեկին, նա անպատիժ չի մնա, իսկ ով արդարություն է սերմանում, արժանի վարձ կստանա։ Ինչպես ոսկե գինդը խոզի դնչին, նույնպես էլ գեղեցկությունն է չարաբարո կնոջ համար։ Արդարների ցանկությունը կատարվում է ամենայն բարությամբ, բայց ամբարշտի հույսը պիտի կորչի։ Կան մարդիկ, որոնք ցանում են իրենց ունեցածը և ստանում բազմապատիկը։ Կան էլ, որ անիրավորեն են հավաքում, բայց մնում են կարոտյալ։ Ամեն օրհնված մարդ պարզամիտ է, բայց բարկացող մարդը տգեղ է կերպարանքով։ Ով ցորենը խնայի ժողովրդից, այն պիտի թողնի օտարներին, ով ագահորեն կուտակի պիտի արժանանա ընդհանուրի անեծքին, բայց ով բաշխի առատորեն, օրհնված կլինի։ Ով բարիք է անում, նա բարության շնորհ կգտնի, իսկ ով որ չարիք է նյութում, չարիք կհասնի նրան։ Ով հույսը դնում է հարստության վրա, պիտի կործանվի, իսկ ով հովանավորում է արդարներին, պիտի բարգավաճի։ Ով չի մտածում իր տան մասին, նա հողմ է ժառանգելու, և անմիտը պիտի ծառայի իմաստունին։ Կյանքի ծառը բուսնում է արդարության պտղից, իսկ անօրեն անձինք տարաժամ պիտի վերանան։ Եթե արդարը հազիվ է ապրում, ապա ինչ կլինի մեղավորի և ամբարշտի կյանքը։ Ով խրատ է սիրում, նա իմաստություն է սիրում, ով ատում է հանդիմանությունը, նա անմիտ է։ Լավ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրեն մարդու բերանը պիտի կարկամի։
Մարդ անօրենությամբ հաջողության չի հասնի, արդարների արմատները չպիտի կտրվեն։ Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է, ինչպես փայտի համար վնասակար է որդը, այնպես էլ չարագործ կինը կորստի կմատնի ամուսնուն։ Արդարների խորհուրդները իրավացի են, իսկ ամբարիշտները նենգությունների առաջնորդներ են։ Ամբարիշտների բերանները նենգավոր են, ուղղամիտների բերանը կփրկի իրենց։ Ամբարիշտը, որ կողմ էլ դառնա, պիտի բնաջնջվի, բայց արդարների տները պիտի հարատևեն։ Իմաստունի բերանը պիտի գովաբանվի մարդկանցից, բայց ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարվի։ Լավ է խոնարհ ծառա լինել իր անձի համար, քան իր անձը մեծարել և հաց մուրալ։ Արդարը խղճում է իր անասունին, բայց ամբարիշտները անողորմ են։ Ով մշակում է իր հողը, պիտի կշտանա հացով, իսկ ով դատարկ բաների հետևից է գնում, նա պակասամիտ է։ Ով ժամանակը վատնում է գինարբուքի մեջ, նա անարգանք է թողնելու իր շրջապատի վրա։ Ամբարիշտների ցանկությունները չար են, իսկ բարեպաշտների արմատները հաստատուն։ Մեղավորն իր լեզվի պատճառով որոգայթի մեջ կընկնի, բայց արդարը զերծ կմնա դրանից։ Քաղցրահայաց մարդը գթություն է գտնում, բայց ով դռների արանքում է պատահում մարդկանց, նեղություն է պատճառում հոգուն։ Մարդ պիտի լցվի բարիքներով իր բերանի պտղից և իր շուրթերի տվածի համեմատ ստանա հատուցում։ Անմիտներին իրենց ճանապարհները թվում են ուղիղ, իմաստունն ունկնդիր է լինում խրատին, իսկ անմիտն իսկույն հայտնի է դարձնում իր բարկությունը։ Խորագետ մարդը թաքցնում է իր անարգանքը, արդարը հավատարմորեն հայտնում է ճշմարտությունը։ Նենգամիտ է անօրենի վկայությունը։ Մարդիկ կան, որ իրենց խոսքով խոցում են թրի պես, բայց իմաստունների լեզուները բուժում են։ Ճշմարտախոս շուրթերը հաստատում են վկայությունը, բայց շտապող վկան անիրավ լեզու ունի։ Չարամիտների սրտում նենգություն կա, բայց ովքեր խաղաղություն են ուզում, ուրախ պիտի լինեն։ Անիրավացի ոչ մի բան հաճելի չէ արդարին, բայց ամբարիշտները լցված են չարությամբ։ Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առջև, ճշմարտության հավատարիմ բերանը հաճելի է նրան։ Հանճարի աթոռը իմաստուն մարդն է, բայց անզգամների սիրտը պիտի ենթարկվի նզովքի։ Ընտրյալների ձեռքը պիտի հեշտ հաղթի, բայց նենգավորները պիտի գերության մատնվեն։ Ահեղ խոսքը խռովում է արդարի սիրտը, բարի խոսքը ուրախացնում է նրան։ Արդարը սիրում է իրավադատ անձը, բայց ամբարիշտների մտքերը կեղծ են։ Չարիքները հալածում են հանցավորներին, բայց բարիքները պիտի հասնեն արդարներին։ Ամբարիշտների ճանապարհները մոլորեցնում են նրանց, որսը չի հանդիպում նենգավորին։ Անարատ մարդու ունեցվածքը պատվական է և առատ։ Արդարության ճանապարհը տանում է դեպի կյանք, ողակալների ճանապարհը դեպի մահ։ Խելացի որդին հնազանդ է հորը, բայց անհնազանդ որդին կորստյան պիտի մատնվի։ Մարդ առատորեն պիտի ճաշակի արդարության պտղից, բայց անօրեն անձինք տարաժան պիտի կործանվեն։ Իր լեզուն զսպողը պիտի պահպանի իր անձը, բայց ում բերանը հանդուգն է, պիտի խռովի իր հոգին։ Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի լինի, բայց ժրաջան ձեռքը ճար կգտնի։ Արդարն ատում է անիրավ գործը, բայց ամբարիշտը պիտի ամաչի և համարձակություն պիտի չգտնի։ Արդարությունն անմեղներին պահպանում է իրենց ճանապարհներին, բայց մեղքերն անզգամ են դարձնում ամբարիշտներին։ Մարդիկ կան, որ իրենց հարուստ են ձևացնում, բայց ոչինչ չունեն, կան էլ, որ իրենց խեղճ են ձևացնում, բայց լի են մեծ հարստությամբ։ Մարդս
իր հարստությամբ փրկագնում է իր անձը, բայց աղքատը չի հանգստանում պատուհաստերից։ Արդարի լույսը պիտի վառ լինի հարաժամ, բայց ամբարիշտների լույսը պիտի հանգչի։ Նենգամիտ հոգիները պիտի մոլորվեն մեղքերի մեջ, բայց արդարները գթություն և ողորմություն պիտի գտնեն։ Անզգամն ամբարտավանությամբ չարիք է գործում, բայց իրավախոհ մարդը իմաստուն է։ Անիրավությամբ դիզված հարստությունը պիտի պակասի, բայց աստվածապաշտությամբ ձեռք բերված ունեցվածքը պիտի բազմապատկվի։ Լավ է սկզբից ևեթ սրտով օգնել, քան շուտափույթ խոստանալ և երկար ժամանակ հույսով թողնել։ Արդարը ողորմում և փոխ է տալիս, բարի ցանկությունը կյանքի ծառ է։ Ով ինչ արհամարի, դրանից էլ պիտի արհամարվի։ Ով երկյուղ է կրում պատվիրանից, առողջ պիտի լինի։ Նենգամիտ որդին բարիք չի գտնի, բայց խելացի ծառայի գործերը պիտի հաջողվեն և ուղիղ պիտի լինեն նրա ճանապարհները։ Իմաստունի համար օրենքը կյանքի աղբյուր է, բայց անմիտը պիտի մեռնի որոգայթի մեջ ընկնելով։ Բարվոք խոհեմությունը շնորհ է պարգևում, և օրենքի իմացությունը մտքի բարիք է, կորստաբեր է օրենքն արհամարողների ճանապարհը։ Խորագետ անձն իմաստությամբ է գործում, բայց անմիտն ինքնակամ չարիքներ է տարածում։ Հանդուգն թագավորը չարիքի մեջ պիտի ընկնի, բայց հավատարիմ պատգամավորը կփրկի նրան։ Խրատը հեռու է վանում աղքատությունն ու անարգանքը, իսկ հանդիմանության անսացողը պիտի փառավորվի։ Բարեպաշտների ցանկությունները քաղցրացնում են հոգին, ամբարիշտների գործերը հեռու են իմաստությունից։ Իմաստուններին ընկերացողը իմաստուն կլինի, բայց անզգամներին ընկերացողը թաքուն պիտի չմնա։ Չարիքները հալածում են մեղավորներին, բայց բարիքները պիտի հասնեն արդարներին։ Առատաձեռն մարդը ճոխ ժառանգություն պիտի թողնի որդիների որդիներին, բայց ամբարիշտների հարստությունը արդարները պիտի ստանան։ Արդարները երկար տարիներ պիտի վայելեն իրենց հարստությունը, բայց անիրավները շուտով պիտի կործանվեն։ Ով չի գործադրում խրատի գավազանը, նա ատում է որդուն, իսկ ով սիրում է իր որդուն, նրան խրատում է հոգածությամբ։ Արդարն իր անձը հագեցնում է ուտելու ժամանակ, բայց ամբարշտի որդորը միշտ անկուշտ է լինում։ Իմաստուն կանայք շինում են իրենց տները, իսկ անզգամ կանայք կործանում են դրանք իրենց ձեռքով։ Ուղիղ ընթացողը երկյուղ է կրում Տիրոջից, բայց ով ծռմռում է իր ճանապարհը, պիտի անարգվի։ Հիմարների բերանները թշնամանքի գավազաններ են, բայց իմաստունների լեզուները պահպանում են դրանցից։ Ուր որ եզներ չկան, մաքուր են մսուրները, բայց ուր որ շատ արդյունք կա, այնտեղ երևում է եզանզորությունը։ Հավատարիմ վկան չի ստում, բայց անիրավ վկան ստերի կրակ է թափում։ Չարերի մոտ եթե իմաստություն փնտրես, չես գտնի, բայց հեշտությամբ իմաստություն կգտնես իմաստունների մոտ։ Անզգամը հակառակ է ամեն ինչի, բայց իմաստուն շրթները հանճարի զենքն են։ Խելացի մարդու իմաստությունը երևում է նրա ճանապարհից, իսկ անզգամների անմտությունը իրենց մոլորությունից։ Անօրենների տները պիտի դատապարտվեն արդարության կողմից, բայց արդարների տները հաճելի են դրան։ Զգայուն մարդու սիրտը տրտմություն է իր համար, բայց ուրախության ժամանակ նա թշնամանքի չի խառնվում։ Ամբարիշտների տները պիտի կործանվեն, բայց արդարների բնակարանները պիտի հաստատ լինեն։ Ճանապարհներ կան, որ մարդկանց թվում են ուղիղ, բայց դրանց վերջավորությունը դժոխքի հատակն է գնում։ Տրտմությունը չի խառնվում ուրախության հետ, բայց ուրախությունը հետո վերածվում է սգի։ Խստասիրտը պիտի հագենա իր ճանապարհներից, իսկ բարերար մարդը
ուղղվելու է իր խոհերի շնորհիվ։ Անմեղը հավատում է ամեն բանի, բայց խորագետը պիտի զղջա։ Իմաստունը զարհուրելով իր ճամփան շեղում է չարից, իսկ անզգամը ինքնավստահ ընկերանում է անօրենի հետ։ Զայրացկոտ մարդը գործում է առանց մտածելու, իսկ իմաստուն մարդը խիստ համբերատար է։ Ամբարիշտները պիտի բաժանեն չարիքները, բայց խորագետները պիտի զորանան իրենց իմաստությամբ։ Չարերը ծնկի պիտի գան բարիների առջև, եւ ամբարիշտները պիտի պաղատեն արդարների դռների մոտ։ Աղքատներին ատում են նույնիսկ իր բարեկամները, մինչդեռ հարուստներին շատերն են դառնում բարեկամ։ Ով անարգում է տնանկին, մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատին, արժանի է երանության։ Մոլորյալները չարիքներ են նյութում, բարիք խորհողները ողորմություն եւ ճշմարտություն արարում։ Չարիքներ նյութողները չեն ճանաչում ողորմությունն ու հավատը, բայց բարիք արարողները կժառանգեն ողորմությունն ու հավատը։ Իմաստություն է, որ մարդ աշխատում եւ մի բան է ավելացնում, բայց անհոգ դատարկապորտը միշտ կարիքի մեջ պիտի լինի։ Իմաստունների պսակը իրենց խորագիտությունն է, իսկ անմիտների ուղին իրենց չարությունը։ Հավատարիմ վկան մարդ է փրկում, բայց նենգամիտը բորբոքում է ստերի կրակը։ Տիրոջից երկյուղ կրելու մեջ վստահ հույս կա, որովհետև Աստված իր որդիների համար խաղաղ ապավեն է։ Տիրոջ հրամանը կյանքի աղբյուր է, որը խուսափել է տալիս մահվան որոգայթներից։ Թագավորի փառքն իր զորքերի բազմության մեջ է, հզորների կործանումը իրենց ժողովրդի նվազելու մեջ։ Համբերատար մարդն օժտված է մեծ խոհեմությամբ, բայց կարճամիտը շատ է անխելք։ Հեզաբարո մարդը սրտի բժիշկ է, հոգ սանող սիրտը, ոսկորների փտություն։ Տնանկին զրպարտողը բարկացնում է նրա արարչին, բայց ով պատվում է Աստծուն, նա ողորմում է աղքատին։ Ամբարիշտը պիտի մերժվի իր չարիքի պատճառով, բայց իր անձի համար մաքրություն ցանկացողը արդար կլինի։ Իմաստությունը հանգիստ է գտնում բարի սրտում, բայց անմիտների սիրտը չի ճանաչում այն։ Արդարությունը բարձրացնում է ազգը, բայց մեղքը ազգեր է նվազեցնում։ Խելացի սպասավորը հաճելի է թագավորին, իր փութաջանությամբ նա թոթափում է անարգանքը, բարկությունը կործանում է նույնիսկ իմաստուններին։ Սիրալիր պատասխանը մեղմացնում է զայրույթը, բայց խիստ խոսքը բարկություն է հարուցում։ Իմաստունների լեզուն գիտե բարիքը, իսկ անզգամների բերանը խոսում է չարիքների մասին։ Տիրոջ աչքը ամեն տեղ դիտում է չարերին եւ բարիներին։ Բուժող լեզուն կյանքի ծառ է, եւ ով պահում է այն, նրա հոգին պիտի լցվի։ Անզգամն անարգում է հոր խրատը, բայց հանդիմանությանը հնազանդ որդին ողջախոհ է։ Արդարության ավելացումով ավելանում է զորությունը, բայց ամբարիշտները արմատախիլ պիտի լինեն երկրից։ Արդարների տները պիտի մնան մեծ զորությամբ, բայց ամբարիշտների պտուղները պիտի ոչնչանան։ Իմաստունների շուրթերը իմաստություն են հաստատում, անմիտների սրտերը անսխալ լինել չեն կարող։ Ամբարիշտների զոհագործությունները պիղծ են Տիրոջ առջև, բայց ուղղամիտների ուխտը հաճելի է նրան։ Ամբարիշտների ճանապարհները պիղծ են Տիրոջ առջև, բայց ով հետևում է արդարությանը, Տերը սիրում է նրան։ Անմեղի խրատն ընդունելի է մերձավորների համար, բայց ով ատում է հանդիմանությունը, պիտի վախճանվի անարգանքով։ Դժոխքն ու կորուստը հայտնի են Տիրոջ առջև, էլուր մնաց մարդկանց սրտերը։ Մեծամիտը չի սիրում իրեն հանդիմանողին եւ չի հաղորդվում իմաստունների հետ։ Սրտի բերկրանքից ծաղկում է դեմքը, իսկ տրտում հոգին շրջում է թախծոտ։ Ուղիղ սիրտը իմաստություն է որոնում, բայց անզուսպ բերանը ծանոթ է չարիքներին։ Չարի աչքն ամեն ժամանակ սպասում է չարիքի, բայց բարի աչքը պիտի խաղաղվի ամեն ժամ։ Լավ է քիչ բաժինը Տիրոջ երկյուղով,
քան թե շատ գանձը առանց երկյուղածության, լավ է բանջարեղենի ճաշ ուտել սիրով ու շնորհքով, քան թե մսուրի արջառի միս թշնամությամբ։ Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն։ Համբերատար մարդը մեղմում է դատաստանը, բայց ամբարիշտն ավելի է գրգռում այն։ Ծույլի ճանապարհը ծածկված է փշերով, բայց հարթ ու բաց է ջանասերի ճամփան։ Իմաստուն որդին ուրախացնում է հորը, իսկ անմիտ որդին արհամարհում է մորը։ Անմիտ մարդու սիրտը կարոտ է խելացի խորհրդի, բայց խելացի մարդն ինքն է ուղղում իր ընթացքը։ Իրենց խորհուրդը հապաղում են հայտնել նրանք, որ չեն հարգում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդները հաստատ են մնում խոհեմների սրտում, բայց անզգամը չի հետևում նրանց և չի ասում պատշաճ բան, որ բարի լինի ընդհանուրի համար։ Իմաստունի խորհուրդը կյանքի ճանապարհ է, և մարդ դրանով դժոխքից խորշելով կփրկվի։ Տերը կործանում է ոխակալների տները, բայց որբերի և այրիների սահմանը հաստատ է պահում։ Անիրավ խորհուրդը պիղծ է Տիրոջ առջև, բայց սրբերի խոսքերը պարկեշտ են։ Կաշարակերը սպանում է իր հոգին, բայց կաշառք ատողը պիտի ապրի։ Ողորմությամբ ու հավատով մաքրվում է մեղքը, և Տիրոջ երկյուղով ամեն ոք խորշում է չարից։ Արդարների սրտերը խորհում են հավատի մասին, բայց ամբարշտի բերանը իբրև պատասխան ունի չարիքը։ Տիրոջը հաճելի են արդար մարդկանց ճանապարհները, նրանց շնորհիվ թշնամիները դառնում են բարեկամներ։ Աստված հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղոթքը։ Լավ է քիչ վերցնել արդարությամբ, քան թե շատ արդյունք ստանալ առանց երկյուղածության։ Մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին, որպեսզի Աստված ուղղի նրա ընթացքը։ Բարին տեսնող աչքը ուրախացնում է սիրտը, իսկ բարի լուրը պարարում է ոսկորները։ Խրատ մերժողն ատում է իր հոգին, բայց հանդիմանություն լսողը խոհեմություն պիտի ստանա։ Տիրոջ երկյուղը խրատ է և իմաստություն, և փառքը ծագում է դրանից։ Ինչ որ մարդ դրել է սրտում, վերաբերում է իրեն, բայց Տիրոջից է նրա լեզվի պատասխանը։ Խոնարհ մարդու բոլոր գործերը հայտնի են Տիրոջը, և Տերն է դատում հոգիները։ Քո գործերը հանձնիր Տիրոջ ձեռքը, և քո մտադրությունները պիտի կատարվեն։ Ինչպիսի մեծության էլ հասնես, դու քեզ խոնարհ պահիր, և դու շնորհ կգտնես Տիրոջ առջև։ Տերն ամեն ինչ արել է մի նպատակի համար, ամբարիշտները չարորը պիտի մատնվեն կորստյան։ Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև, և ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացվելու։ Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, և Աստծուն ավելի հաճելի է աղոթքը, քան զոհ մատուցելը։ Ով փնտրում է Տիրոջը, նա գիտություն կգտնի արդարությամբ հանդերձ, և ովքեր ուղիղ սրտով փնտրեն նրան, խաղաղություն կգտնեն։ Աստծու բոլոր գործերը արդարությամբ են արված, ամբարիշտն էլ պաղվում է չար օրվա համար։ Լավ է քիչ վերցնել Տիրոջ երկյուղով, քան թե մեծ գանձեր ամբարշտությամբ։ Մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին, որպեսզի Աստված էլ ուղղի նրա ընթացքը։ Թագավորների մասին։ Թագավորի շուրթերին մարգարեական պատգամ կա, և նրա բերանը չի սխալվի դատաստանի ժամանակ։ Կշռաքարի արդարությունը Տիրոջից է, արդար նժարներ են նրա գործերը։ Ով չարիք է գործում, նա գարշելի է թագավորի համար, քանի որ նրա իշխանության աթոռը հաստատ է մնում արդարության շնորհիվ։ Արդար շուրթերը հաճելի են թագավորին, քանի որ Տերը սիրում է ուղիղ խոսքը։ Թագավորի զայրույթը մահվան պատգամաբեր է, բայց իմաստունը մեղմացնում է այն։ Թագավորի որդու երեսի լույսը կյանք է, և նրա բարեհաճությունը սպասվող անձրևաբեր ամպի պես է։
ընկերային և բարոյական կյանքը։ Առավել ցանկալի է իմաստություն ստանալ, քան ոսկի, և առավել բաղձալի է խոհեմություն ձեռք բերել, քան արծաթ։ Կյանքի շավիղները հեռացնում են չարիքներից, և արդարության ճանապարհների վրա է գտնվում կյանքի երկարությունը։ Խրատ ընդունողը բարիքների մեջ կլինի, և հանդիմանություն պահողը կիմաստնանա։ Տիրոջ ճանապարհից զգույշ գնացողը պահպանում է իր անձը, և կյանքը սիրողը զսպում է իր լեզուն։ Կործանմանը նախորդում է թշնամանքը, անկմանը չար բարքը։ Լավ է հեզասիրտ լինել խոնարհների հետ, քան ավար բաժանել ամբարտավանների հետ։ Գործի մեջ խելացի մարդը բարիքներ կգտնի, և երանելի է նա, ով հույսը դնում է Տիրոջ վրա։ Իմաստուններին և հանճարներին անմիտ են կոչում, բայց նրանց, որ քաղցր մեղցր խոսքեր ունեն, ավելի շատ են լսում։ Միտքը կյանքի աղբյուր է այն ունեցողի համար, բայց անմիտների խրատը չար է։ Իմաստունի սիրտը գիտե իր բերանի խոսքը, և նա իր շուրթերով իրավադատություն է խորում։ Բարի խոսքը մեղրի խորիսխ է, և հոգու բժշկություն է նրա քաղցրությունը։ Ճանապարհներ կան, որ մարդու աչքին ուղիղ են թվում, բայց նրանց վերջավորությունը տանում է դեպի դժոխքի հատակ։ Աշխատողը վաստակում է իր անձի համար, իր կորուստը հեռու վանելով իրենից, բայց անմիտը կորուստը կրում է իր բերանի մեջ։ Անազգամ մարդն իր հոգում չարիքներ է հղանում և կրակ է կուտակում իր շուրթերի վրա։ Խորամանկ մարդը չարիքներ է նյութում, չարությամբ բորբոքում է նենգության լապտերը և բարեկամներին բաժանում է իրարից։ Անօրեն մարդը փորձության է ենթարկում իր բարեկամներին և նրանց տանում է վատ ճանապարհներով։ Նա, որ իր աչքերը փակում և ծուռ բաներ է խորում, որ շուրթերը փակ ամեն տեսակ չարիքներ է մտորում, այդպիսին չարի հնոց է։ Ծերությունը պարծանքի պսակ է, որ մարդ գտնում է միայն արդարության ճանապարհին։ Համբերատար մարդը լավ է հզորից, իմաստություն ունեցողը մեծատարած հանդեր ունեցողից, իսկ բարկությունը զսպողը մեծազոր քաղաք գրավողից։ Անիրավների չարիքները նորից իրենց ծոցն են դառնալու, քանզի Տերն է սահմանում բոլորի իրավունքը։ Լավ է մի պատառ համով հացը խաղաղությամբ, քան միս ու բարիքով լի տունը թշնամությամբ։ Խելացի ծառան պիտի իշխի անմիտ տերերի վրա, և ժառանգությունը պիտի բաժանի եղբայրների հետ։ Ինչպես արծաթը և ոսկին փորձվում են քուրայի մեջ, այնպես էլ Աստված ընտրում է սրտերը։ Չարագործը հնազանդվում է անօրենի լեզվին, բայց արդարը չի նայում ստախոս շուրթերին։ Հավատարիմ մարդու համար ամբողջ աշխարհը լի է հարստությամբ, բայց անհավատարիմը մեկ գրոշ իսկ չունի։ Ով ծաղրում է աղքատին, նա զայրացնում է նրա արարչին, և ով հարվածում է ընկածին, նա չի արդարացվելու, բայց ով խղճում է, ողորմություն պիտի գտնի։ Ծերերի պսակն իրենց որդիների որդիներն են, որդիների պարծանքը իրենց հայրերը։ Անզգամներին վայել չեն ճշմարտախոս շուրթերը, և ոչ էլ արդարներին ստախոս շուրթերը։ Խրատը այն ունեցողի համար նրա շնորհի վարձն է, և նա դեպի որ կողմն էլ դառնա, հաջողություն պիտի գտնի։ Հանցանքը ծածկողը բարեկամություն է փնտրում, բայց այն բացահայտողը բարեկամներին և ընտանիքը բաժանում է իրարից։ Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, բայց անմիտը, թեկուզ և բազում հարվածներ ուտի, չի ազդվում։ Ամեն չարակամ հակառակություն է հարուցում, բայց Տերն էլ անողորմ հրեշտակ է ուղարկում նրա դեմ։ Հոգսը ծանրանում է իմաստունի սրտին, իսկ անմիտները մտածում են չարիքների մասին։ Ով բարիքի փոխարեն չարիք է հատուցում, չարը չի պակասի նրա տնից։ Արդարության սկիզբը խոսքին իշխանություն է տալիս, իսկ հակառակությունը և կռիվը տանում են դեպի չքավորություն։ Ովքեր անիրավին համարում են արդար ու արդարին անիրավ, նրանք պիղծ ու գարշելի են Տիրոջ առջև։ Ինչպես է անմիտը հարստություն գտնում, քանի որ չգիտե, թե ինչ բան է իմաստությունը։
Նա, որ շատ վեր է բարձրացնում իր տունը, պատճառ է դառնում նրա կործանման, իսկ ով խուսափում է ուսումից, պիտի ընկնի չարիքի մեջ։ Բարեկամներ, կարող ես ունենալ ամեն ժամանակ, բայց եղբայրներդ քեզ պետք են վշտի ժամանակ, քանզի հենց դրա համար էլ ծնվել են նրանք։ Անմիտ մարդը պարում և ցնծում է բարեկամների համար երաշխավոր լինելիս, վնասասերը ուրախանում է նրանց վեճ ու կռվի ժամանակ։ Նա, որ շատ վեր է բարձրացնում իր տունը, պատճառ է դառնում նրա կործանման, և խստասիրտն էլ բարիք չի գտնի։ Լեզվով հեղեղուկ մարդը պիտի ընկնի չարիքի մեջ, և անզգամի սիրտը ցավ է իր մարմնի անդամների համար։ Հայրը չի կարող ուրախ լինել անխելք որդու համար, բայց խելացի որդին ուրախացնում է մորը։ Ուրախ սիրտը առողջարար է, հոգսերի մեջ ընկած մարդու ոսկորները ցամաքում են։ Կաշառքի համար գիրկը բացողը հաջողություն չի գտնի իր ճամփին, ամբարիշտը խոտորվում է արդարության ճանապարհներից։ Հանճարեղ մարդու երեսն իմաստուն է, իսկ անմիտ մարդու աչքերը այս ու այն կողմ են նայում։ Անմիտ որդին հոր տրտմությունն է և դառն ցավ է իր ծնողների համար։ Արդար մարդուն տույժի ենթարկելը բարի գործ չէ, և ոչ էլ իրավունքի մեջ իշխանին նենգելը արդարի նկատմամբ։ Իր խիստ խոսքը զսպողն իմաստուն է, համբերատարը խելացի։ Անմիտ մարդուն հարցրին, թե ինչ է իմաստությունը, և նա գտնում է արդյոք, որ իմաստություն կա։ Նա պապանձվեց և կարծեցին, թե իմաստուն է։ Ով ցանկանում է բարեկամներից հրաժարվել, պատճառներ է փնտրում, այդպիսին ամեն ժամանակ նախատինք պիտի կրի։ Իմաստությունը պակասամիտի համար ոչ մի բանի պետք չէ, քանի որ նա կվարվի առավել անզգամությամբ։ Ամբարիշտն արհամարհում է չարիքները, երբ հասնում է դրանց խորքերը, բայց իր վրա էլ անարգանք ու նախատինք են հասնում։ Խորհուրդը խոր ջուր է մարդու սրտում, բխող գետ է և կյանքի աղբյուր։ Վայել չէ աչառու լինել ամբարշտի նկատմամբ և ոչ էլ դատաստանի ժամանակ արհամարհել արդարի իրավունքը։ Անզգամի շուրթերը նրան հասցնում են չարիքների, և նրա հանդուգն բերանը մահ է հրավիրում իր վրա։ Անզգամի բերանը կործանում է նրա համար, և նրա շուրթերը որոգայթ են իր հոգու համար։ Վատին կործանում է վախը, իսկ կնաբարո անձինք պիտի քաղցի մատնվեն։ Ով իր հոգին չի բուժում իր գործով, նա իրեն ապականողի եղբայրն է։ Տիրոջ անունը հայտնի է նրա զորության մեծությունից, և դեպի նա ընթացող արդարները բարձրանում են։ Մեծատուն մարդու հարստությունն ամուր քաղաք է նրա համար, և նրա փառքը մեծ հովանի ունի։ Տղամարդու սիրտը գոռոզանում է կործանումից առաջ և խոնարհվում է փառքի հասնելուց առաջ։ Ով առանց բան լսելու պատասխան է տալիս, դա անզգամություն է նրա համար և նախատինք։ Իմաստուն ծառան մեղմացնում է մարդու ցասումը, բայց ով կարող է դիմանալ մարդու սնեղ սրտությանը։ Խելացի սիրտը ձեռք է բերում ճանաչում, իմաստունների ականջները փնտրում են ուսանելի խորհուրդներ։ Ընծաներն ընդլայնում են մարդու շրջապատը և նրան նստեցնում իշխանների հետ։ Արդարն ինքն իր մասին չարախոսում է իր խոսքի սկզբին, երբ սկսում է հանդիմանվել ոսոխի կողմից։ Լուռումունջ մնալը մեղմացնում է հակառակությունները և զորեղների միջև վճռում է հարցը։ Եղբորից օգնություն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի, նա հզոր ու բարձր է ինչպես հաստատուն թագավորությունը։ Մարդ իր բերանի պտղով պիտի կշտացնի իր փորը և իր շուրթերի պտղով պիտի հագենա։ Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և ով հաղթահարում է այն, պիտի վայելի նրա պտուղը։ Ով բարիքին է գտել, շնորհք է գտել և ուրախություն է ստացել Աստծուց։ Ով հեռացնում է բարեբարո կնոջը, նա հեռացնում է բարիքը, իսկ ով շնաբարո կին ունի, նա անմիտ է և ամբարիշտ։ Աղքատն աղաչում է ողոքիչ խոսքով, բայց հարուստը հանդուգն պատասխան է տալիս։
Տղամարդը լկտիության պատճառով է բոզանոց գնում, մոտիկ բարեկամը լավ է հեռավոր եղբորից։ Լավ է տգետ լինել, բայց միամիտ, քան թե անզգամ ու շաղակրատ։ Տգիտությունն էլ սակայն լավ չէ հոգու համար, եւ ով իր ոտքերին ստիպում է շտապել, սխալներ է գործում։ Մարդու անզգամությունը ապականում է նրա ճանապարհները, բայց իր սրտում նա մեղքը գցում է Աստծո վրա։ Հարստությունը ավելացնում է շատ բարեկամներ, բայց աղքատը բաժանվում է նույնիսկ հարազատ բարեկամից։ Ստախոս վկան առանց պատժի չի մնա եւ չի փրկվի նա, ով զուր տեղն է մեղադրում։ Շատերն են հաճոյախոսում թագավորի դիմաց, բայց ամեն մի չարակամ պիտի նախատվի մարդկանցից։ Ով ատում է իր աղքատ եղբորը, ինքն էլ հեռու պիտի լինի նրա սիրուց։ Բարի խորհուրդը մերձեցնում է իրեն ճանաչողին, եւ իմաստուն մարդը կգտնի այն։ Ով խիստ բան է անում չարամտորեն, նա չարիք է գործում, եւ ով վեճեր է հարուցում, փրկություն չի գտնի, մանավանդ որ այնպիսի բան է անում, որ չի վերաբերում իրեն։ Խելք ձեռք բերողը սիրում է իր հոգին, եւ իմաստություն պահողը բարիք է պահում։ Ստախոս վկան առանց պատիժ չի մնա, եւ ով թշնամանք է բորբոքում, ով չարություն է գրգռում, պիտի կործանվի։ Անզգամին վայել չէ փափկակեցությունը, եւ ոչ էլ գոռոզությունը ծառային, երբ նա սկսի իշխել։ Գթասիրտ մարդը համբերատար կլինի, եւ նրա համար պարծանք է բարձր լինել անզգամներից։ Թագավորի սպառնալիքը նման է առյուծի մռնչյունի, իսկ նրա զվարթությունը դալարիքի վրա կաթած ցողի։ Անմիտ որդին ամոթանք է հոր համար, ընդունելի չէ բոզերի վարձով կատարված ուխտը։ Տներն ու ստացվածքը հայրերը բաժանում են որդիներին, բայց առաքինի կին Աստված է տալիս տղամարդուն։ Ծուլությունը հատուկ է թոլամորթին, եւ գործ անել չսիրող մարդը քաղցած կմնա։ Պատվիրաններ պահողը պահպանում է իր անձը, բայց նա, ով արհամարում է իր ճանապարհը, պիտի կործանվի։ Աղքատին ողորմություն տվողը փող է տալիս Աստծուն, եւ ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան։ Խրատիր որդուդ, որպեսզի այդպես բարի հույս լինի քեզ համար, եւ մի նայիր նրա թշնամական վերաբերմունքին։ Եթե դու բրածեց անես նրան, նա չի մեռնի, բայց նրա հոգին կփրկես մահից։ Չարաբարո մարդը շատ է տուժելու, եւ եթե ավելի դաժան վարվի, հոգին էլ վրա կտա։ Լսիր, որդյակ, հորդ խրատը, որպեսզի իմաստուն դառնաս հետագայում։ Բազմաթիվ խորհուրդներ կան մարդուս սրտում, բայց Աստծո խորհուրդը մնում է հավիտյան։ Մարդու ողորմածությունը նրա հոգու պտուղն է, եւ արդար աղքատը լավ է, քան ստախոս հարուստը։ Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար, ով չունի այդ երկյուղը մոլորված շրջում է դռներին, ապրում է այն տեղերում, ուր հավիտյան այցելու չի ունենա։ Ով անգործությամբ ձեռքերը թաքցնում է ծոցում, նա իր ձեռքը նույնիսկ իր բերանն էլ չի տանի։ Անզգամի պատիժը տեսնելով, անմեղն ավելի խելացի է դառնում, իսկ եթե հանդիմանես իմաստունին, նա առավել իմաստություն կունենա։ Այն որդին, որ անարգում է հորը եւ հեռացնում մորը, պիտի ամոթ կրի եւ նախատինք։ Հոր խրատը չպահող որդին չար խորհուրդներ է խորում։ Անմիտ երիտասարդին երաշխավոր եղողը ծաղրում է արդարությունը, ամբարիշտների բերանը կուլ է տալիս դատ ու դատաստան։ Տանջանքները պատրաստված են անխելք մարդկանց համար, պատիժները անզգամների։ Գինին անառակության է մղում, հարբեցողությունը թշնամության, եւ ով անձնատուր է լինում դրանց, խելացի չէ։ Թագավորի պատուհասը պակաս վնասաբեր չէ առյուծից հասումից, եւ ով զայրացնում է նրան, վնաս է պատճառում ինքն իրեն։ Մարդու համար փառք է հեռու մնալ հայոյանքներից, բայց ամեն մի անզգամ խառնվում է այդպիսի բաների։ Ծույլը թեև նախատվում է, բայց չի ամաչում, ինչպես մեկը, որ ցորեն է փոխառնում ամռանը։ Մարդու սրտի խորհուրդը խոր ջրի պես է, բայց իմաստուն մարդը երես է հանում այն։ Մեծանուն եւ պատվական է գթասիրտ մարդը, բայց դժվար է գտնել հավատարիմ մարդ։ Ով անարատ է քայլում արդարության ճամփով, նա իրենից հետո երանության արժանի որդիներ պիտի թողնի։
Երբ արդար մի թագավոր նստի գահին, ոչ մի չարագործ չի վրիպի նրա աչքից։ Ով կարող է պարծենալ, թե ինքը սուրբ սիրտ ունի, կամ ով կհամարձակվի ասել, թե ինքը զերծ է մեղքերից։ Թե մեծ, թե փոքր ծուռ կշերքը եւ թե երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջև, պիտի խափանվեն թե դրանք եւ թե դրանք գործադրողները, այդպես էլ պիտի խափանվի իր կյանքի մեջ նույն կերպ վարվող մարդը։ Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրությամբ է ընթանում։ Ականջը լսում է, աչքը տեսնում եւ երկուսն էլ Տերն է ստեղծել։ Մի սիրիր չարախոսել, որպեսզի չզրկվես կյանքից, աչքերդ բաց արա եւ կշտացիր հացով։ Վատ է, ասում է գնորդը, իսկ հեռանալիս պարծենում է իր գնումով։ Կա ոսկի էլ, հանդերի հարստություն էլ, բայց գիտուն շուրթերն են թանկարժեք անոտ։ Հանիր ու վերցրու նրա հանդերձանքը, քանզի նա երաշխավոր եղավ մի օտարականի եւ հյուրընկալեց նրան։ Խաբեության հացը քաղցր է թվում մարդու, բայց հետո նրա բերանը պիտի լցվի խիճով։ Դիտավորությունը հաստատվում է մտքի խորհուրդներով, պատերազմը մղվում է խելամտությամբ։ Գաղտնիք հայտնողը նենգամտությամբ է վարվում, մի հաղորդակցիր շողոքորթ լեզու ունեցողի հետ։ Ով հայոյում է իր հորն ու մորը, նրա լույսը պիտի հանգչի, նրա աչքերի բիբերը պիտի զգան խավարը։ Այն ժառանգությունը, որ սկզբից շուտ է ձեռք բերվել, վերջավորության չի կարող օրհնված լինել։ Մի ասա, թե վրեժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերություն ունեցիր Տիրոջ հանդեպ, որ նա օգնական լինի քեզ։ Տիրոջ առջև պիղծ է երկու տեսակի չափը, եւ խարդախ կշերքը մերժելի է նրա համար։ Տերն է, որ ուղղում է մարդու քայլերը, էլ ինչպես մահկանացուն խելամուտ լինի իր ճանապարհներին։ Որոգայթ է մարդու համար շտապելը եւ իր ունեցվածքից բան նվիրելը, հապճեպ ուխտ անելը եւ հետո զղջալը։ Իմաստուն թագավորը ցրում է ամբարիշտներին եւ անվի տակ է գցում նրանց։ Մարդու հոգին Տիրոջ լույսն է, որը քննում է սրտի շտեմարանները։ Ողորմածությունը եւ ճշմարտությունը թագավորի պահապաններն են, եւ նրանք արդարությամբ են շրջապատում նրա գաղը։ Երիտասարդների զարդը իմաստությունն է, ծերերի փառքը նրանց ալեհերությունը։ Չարագործների համար են թե վերքերն ու հարվածները եւ թե տանջանքները նրանց որովայնի խորքերում։